Հոկտեմբերի 27-ից Սափաթաղ գյուղում կորած 3-ամյա երեխայի պատմությունը բավականին սարսափելի բացահայտում ունեցավ։ Օրերով շարունակվող որոնողական աշխատանքներն ավարտվեցին ցավալի արդյունքով։ Հայտնաբերվեց երեխայի դին, տնից բավականին մեծ հեռավորության վրա։ Երեխայի մահվան հավանական պատճառն այսօր ներկայացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայրը օգտվել է շրջապատում բոլորի զբաղվածության հանգամանքից եւ երեխայի դին սպանության վայրից տեղափոխել է այնտեղ, որտեղից հետագայում նրան հայտնաբերել են փրկարարները։ Հորից ցուցմունքներից է հայտնի դարձել այս ամենը։ Դա էր պատճառը, որ տեղանքով մի քանի անգամ նախկինում անցած քաղաքացիները չէին հայտնաբերել երեխայի դին։ Երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Դեպքի մոտիվները հայտնի կդառնան հետագայում։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ Այս պահին էլ պարզ չէ, հնարավոր էր արդյոք կանխել այս ահասարսուլ ողբերգությունը եւ ով կարող էր դա անել։ Մեկ այլ սպանության կանխման հնարավորությունների մասին է խոսել նաեւ նախարարը։ Խոսքը Փարաքարի համայնքապետի սպանության մասին է, որն ըստ նախարարի դրանից առաջ տեղի ունեցած այլ հանցագործության հետ էր կապված։ Պատգամավորները հարց են բարձրացնում. ինչու այս հանցագործությունը ժամանակին չկանխվեց, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ այն միանշանակ կարող է տեղի ունենալ։ Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից։ Եվ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են, այսպես ասեմ, կազմակերպվել տեղում։ Բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։ Ենթադրեք դուք ճիշտ եք, որ դա է ընթացքը եղել։ Փետրվարյան դեպքերը եղել են 6 ամիս հետո, ինչպես դուք եք ասում, վենդետա է եղել։ Բա 6 ամիսը դուք չէիք կարողանում նորմալ վերահսկողություն իրականացնել։ Ասում եք տարիներ շարունակ հո այնտեղ պահակակետեր եւ այլն չէին դնելու, տարիներ շարունակ չի, 6 ամիս հետո է տեղի ունեցել դեպքը։ Ընդ որում ասում եմ տվյալ անձը, ով սպանություն է իրականացրել, նույնիսկ կրակել սովորել է տվյալ համայնքում։ Արփինե Սարգսյանի խոսքով հնարավոր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ ազդակներ ոստիկանական համակարգը չի ստացել։ Իսկ դեպքին նախորդող ամիսներին դժգոհ լինելով Վաղարշապատում հանցավորության դեմ պայքարի արդյունքներից ազատել է համայնքի մի շարք բարձրաստիճան իրավապահների։ Այդուհանդերձ Սարգսյանը ընդհանուր առմամբ գոհ է համակարգի աշխատանքից։ Աճել է հանցագործությունների բացահայտումների թիվը, սպանությունները հիմնականում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանք են, այսինքն պլանավորված սպանությունները բավականին քիչ են։ Իսկ ընդհանուր հանցագործությունների մասնաբաժնում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տոկոսը նվազել է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։